Հոգով մեկ լինել։ Միության փափագը միշտ եղել է մարդու մեջ, բայց Աստծո առաջ կմնա միայն այն, ինչ իր կամքի համաձայն է եւ իր որոշած ձևով։ Ավելին քան երբևէ Աստծո ժողովուրդը կարիք ունի միաբանության, բայց ինչպիսին պետք է լինի այդ միաբանությունը։ Այդքան կարևոր այդ հարցի ճշմարիտ պատասխանը կարելի է գտնել միայն Աստծո գրավոր խոսքի մեջ։ Բավական երկար ժամանակ մարդիկ ձգտել են իրականացնել իրենց սեփական գաղափարները։ Այժմ Աստված ուզում է այս թեմայի վերաբերյալ կատարյալ ճշմարտությունը հայտնել իր ժողովրդին։ Միաբանության, խաղաղության եւ անվտանգության կոչը այս ժամանակի ամենակարևոր թեման է։ Պետության ղեկավարները եւ ազդեցիկ կրոնական առաջնորդները համատեղ ջանքերով ուզում են հասնել այդ իդեալական վիճակին։ Լրիվ ավետարանի տարբեր խմբերում խոսում են հոգով ճշմարիտ միաբանության մեջ լինելու կոչի մասին։ Ընդ որում հենվում են Հովհաննես 17:21 համարի վրա, որտեղ Հիսուսն աղոթում է, որպեսզի ամենքը մեկ լինեն։ Ում մասին է այստեղ խոսել Տերը։ Ում համար աղոթեց, որ մեկ լինեն։ Բոլոր նրանք, ովքեր խոսում են միաբանության մասին եւ ակնկալում են այն, ակնհայտորեն տարբեր շարժառիթներ եւ նպատակներ ունեն։ Նույնիսկ հակաքրիստոսը կօգտագործի Հիսուսի այս խոսքերը հասնելու համար ամենքին ընդգրկող համաշխարհային միաբանությանը։ Ծննդոց 11-րդ գլխում կարդում ենք, որ սկզբում միայն մեկ ժողովուրդ կար։ Նրանք միայն մեկ լեզու ունեն եւ մեկ նպատակ էին հետապնդում՝ կառուցել մի աշտարակ, որի գագաթը հասնում էր երկնքին։ Այդ միջոցով էին ուզում անոն վաստակել, բայց Աստված ձախողեց նրանց ծրագիրը։ Արդյոք դա չի վերաբերում նաեւ ներկա ժամանակներին։ Ամենակարևոր դասն այն է, որ հասկանանք, թե աստվածային գործը մարդկային միջոցներով չենք կարող անել։ Սուրգրային մի քանի օրինակներ մեզ ցույց կտան, թե ինչքան տարբեր կարող են լինել միաբանության պայմանները։ Երրորդ Թագավորաց 22 եւ երկրորդ Մնացորդաց 18 գլուխներում խոսվում է 400 մարգարեների մասին, որոնք միաբան էին միևնույն հարցի շուրջը։ Աքաբը, Իսրայելի թագավորը, հարցրել էր Հովսափաթին, Հուդայի թագավորին, թե ուզում էր նա իր հետ գնալ պատերազմի։ Բնականաբար Հովսափաթին պատվավոր թվաց այդ առաջարկը եւ նա ընդունեց այն ասելով. «Ես քեզի պես եմ ու իմ ժողովուրդս քո ժողովրդի պես է, քեզի հետ պատերազմի երթանք»։ Երկրորդ Մնացորդաց 18:3։ Բայց քանի որ նա աստվածավախ մարդ էր, նախ եւ առաջ ուզում էր իմանալ Աստծո կամքը, Աքաբ թագավորը հավաքել տվեց 400 մարգարեներին, որոնք միաբան մարգարեացան ասելով. «Գնա, վասնզի Աստված Զանիկա թագավորին ձեռքը պիտի տա»։ Համար 5։ Չնայած այդ միաբան պատասխանին, Հովսափաթը ակնհայտորեն լիովին բավարարված չէր։ Այդ պատճառով հարցրեց. «Այստեղ Տիրոջը ուրիշ մարգարե մնալ չկա, որպեսզի անորալ հարցնենք»։ Համար 6։ Շատ տպավորիչ էր տեսնել հարյուրավոր մարգարեների, որոնք միևնույն բանն էին ասում։ Մինչդեռ թագավորը ուզում էր գտնել մեկ մարգարեի, որը կունենար Աստծո ճշմարիտ խոսքը։ Այսօր շատ հավատացյալներ են հավաքվում եւ այսպես կոչված եղբայրության հոգու մեջ։ Բողոքականներ, կաթոլիկներ, ուրիշ կրոնների ներկայացուցիչներ միաբանվում են։ Մինչդեռ մենք իրավունք ունենք իմանալու, թե ինչ է ասում Տերը իր անխարդախ խոսքի մեջ։ Միքիա մարգարեն, որի հետ ոչ մի գործ չէր ուզում ունենալ Աքաբը, ակնհայտորեն չէր պատկանում այն ժամանակվա կազմակերպությանը։ Նա էկումենիկ ընկերակցությունից դուրս էր, բայց մեկ էր Աստծո հետ հոգու ճշմարիտ օծությամբ։ Սեդեկյան 400 մարգարեների գլխավոր ներկայացուցիչը նույնիսկ իրեն երկաթե եղջյուրներ շինեց եւ աղաղակեց. «Այսպես է ասում Տերը», եւ բոլոր մյուսները հավանություն տվեցին։ Ինչ զորավոր հավաքույթ։ Այնուամենայնիվ նրանք բոլորը կախարդված եւ խաբված էին սուտ ոգուց, չնայած բոլորը միաբան գոռում էին.
Այսպես է ասում Տերը, միայն այն դեպքում կարող ենք ասել, այսպես է ասում Տերը, երբ իրոք Աստված ինքն է խոսել։ Մնացած բոլոր բաները, եթե նույնիսկ կատարյալ միաբանություն կա, կրոնական մոլորություններ են։ Պատգամաբերը, որին ուղարկեցին կանչելու Միքիային, նրան խորհուրդ տվեց. թող քո խոսք տալ անոնց մեկուն խոսքին պես ըլլա, համար 12։ Աստծո մարդը մարգարեն պատասխանեց. Տերը կենթանի է, որ իմ Աստվածս ինձի ինչ որ ասե, այն պիտի ասեմ, համար 13։ Այն ինչ նա ասաց, զուտ ճշմարտություն էր, որ հայտնությամբ տրվեց հենց Աստծո գահից։ Նա տեսիլքով հափշտակվեց փառքի մեջ եւ լսեց, թե երկնքում ինչ էր որոշվել դրա վերաբերյալ, երկրորդ մնացորդաց 18, 18-22։ Նրա տեսիլքը եւ մարգարեությունը լիովին համընկնում էին Աքաբի վերաբերյալ Եղիա մարգարեի միջոցով ասված Աստծո խոսքին, երրորդ Թագավորաց 21, 19, 22, 38։ Միքիան կատարելապես վստահ էր իր ասածներում։ Դրա համար էլ երբ Աքաբը սպառնաց նրան պատժել պատերազմից վերադառնալուց հետո, նա կարողացավ պատասխանել. Եթե երբեք խաղաղությամբ դառնաս, Տերը ինձմով խոսած չլա։ Նաև ավելացրեց. ով ժողովուրդներ, ամենքդ ալ լսեցեք։ Համար 27։ Ամեն ճշմարիտ մարգարե ամեն ժամանակ միաբանության մեջ կլինի բոլոր մարգարեների հետ, որոնք խոսել են Տիրոջ անունով։ Նա ամենակարող Աստծո իշխանությամբ կհրապարակի բացարձակ ճշմարտությունը, եթե նույնիսկ հարյուրավորները միաբան ասեն հակառակը։ Նույնը վերաբերում է առաքյալին, վարդապետին, ավետարանչին եւ կենթանի Աստծո եկեղեցու յուրաքանչյուր ծառայությանը։